Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ պարոն Ավետիսյան, կցանկանամ անդրադառնալ վերջնաժամկետի հետ կապված, այս լիագումար նիստերից հետո ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ վերջնաժամկետները երկարացնելու մինչև նոյեմբերի 1-ը տուգանքի մատերիալի հետ կապված, պարոն Ավետիսյան, եթե տուգանքի մատերիալի ցանկություն լիներ, առաջին խախտման դեպքում չէր լինի բանավոր նկատողություն, իսկ երկրորդ անգամվա համար օրինակ 5,000 դրամ տուգանք, այլ օրինակ սկզբից կլիներ, չգիտեմ, 500,000 կամ 1 միլիոն դրամ։ Նախագծով ներկայացված հիմնավորման ոլորտի արկա իրավիճակների խնդիրների վերհանում չի իրականացվել եւ ներկայացվել է ապագայում ենթադրյալ խնդիրների վերլուծություն։ Քննարկման արդյունքում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բնականաբար տվել է բացասական եզրակացություն, բայց ես ցանկանում եմ օրենքի բուն ներդրման նպատակներին անդրադառնալ, հարգելի գործընկերներ։ Եթե հիշում եք, օրենքը ի սկզբանե խնդիր ուներ ըստ իս գլխավոր խնդիրը հասարակության շրջանում հարկ վճարելու ինստիտուտը զարգացնելն է, որ ցանկացած քաղաքացի մեր հասարակության ցանկացած անդամ հասկանա, որ ինքը հարկահավաքության մի մաս է եւ ինքն է նպաստում հարկերի ձևավորմանը։ Ֆիզիկական անձանց անձնավորման համապարփակ հաշվառման համակարգի ստեղծումը, որը կառավարությանը թույլ կտալ իր ոլորտային քաղաքականության ընթացքում ավելի թիրախավորված սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնել։ Մենք շատ լավ հիշում ենք հետպատերազմական վիճակը, մենք շատ լավ հիշում ենք համաճարակի տարիները, երբ որ կառավարությունը կոնկրետ բազա չուներ, թե որ սոցիալական խմբին ինչ աջակցություն ցուցաբերի, այս համակարգը նաև կլուծի այդ խնդիրը, մեծամասամբ հուսով եմ։ Ես ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ մինչ այժմ 12,000-ից ավել քաղաքացի ստացել է այս համակարգի շնորհիվ սոցիալական կրեդիտների վերադարձ, միջինը մեկ անձին ընկնող 92,000 դրամով։ Նաև հաշվի առնելով հանձնաժողովում քննարկման ընթացքում բարձրաձայնված հետևությունները կախված տարեց մարդկանց հետ կապված, մենք առաջիկայում կառավարության հետ քննարկումներ արվում, որպեսզի հայտարարումը պարզեցվի մինչև այո կամ ոչի մակարդակի, երբ քաղաքացին ընդամենը այո կամ ոչի պատասխանի շնորհիվ հնարավոր լինի իրագործել իր հայտարարումը։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, նախագիծը չի բխում հայտարարման մշակույթի շահերից եւ առհասարակի առաջև դրած նպատակներից, եւ ես կոչ եմ անում հանձնաժողովի անունից նաեւ դեմ քվեարկել։ Շնորհակալություն։